Ողջույն բարեկամներ։ Այն որ միջև ընտրությունները մենք դեռ շատ անակնկալներ պետք է ունենայինք, ես կասկած չունեի։ Բայց ֆորմատը ես չէի պատկերացնում, այսինքն ոչ թե չէի պատկերացնում, չէի կարողանում գուշակել ինչ ֆորմատով է դա լինելու մեզ մատուցված։ Այս մի ֆորմատը, որ այսօր դրվեց շրջանառության մեջ, իմ համար անսպասելի էր, որովհետև երբևէ մենք այս պրակտիկա չենք ունեցել։ Միջև դրանց մասին խոսալը ես ձեզ առաջարկում եմ անպայման դիտել միջև վերջ, սեղմել լայքի կոճակը, տարածել եւ բաժանորդագրվել։ Իմիջիալոց գրեք դուք սրա մասին ինչ եք մտածում։ Եվ այսպես ինչից եմ ես անակնկալի եկել եւ ինչն եմ համարում վտանգավոր։ Խնդրում եմ դիտել տեսանյութը։ Բարև ձեզ ընկերներ, հերթական կարևոր հանգրվանի ենք հասել, պետք է միասին ստեղծենք բոլորին դեմ եմ ինքնալուծարվող կուսակցությունը, դա անելու ենք միասին փետրվարի 1-ին, կոչս բոլոր նրանց, ովքեր այս իրականությանը դեմ են, ովքեր այս համակարգին դեմ են, ովքեր էլ չեն ուզում ընտրեն չարյաց փոքրաբույնը, ովքեր չեն ուզում բոյկոտեն ընտրությունը, որտեղ հասկացել են բոյկոտելուց հետո ինչ էր մեր գլխին գալի, գրանցվեք ու գաք այդ համագումարին, իրար հետ ամեն ինչ անենք, այս փտած իրականությունը փոխենք, այս կանը կսպասենք պինդեղեք։ Ես հաջում եմ, որ տեսանյութի հեղինակի անունով զգամն է Իշխան Գևորգյանը, որովհետև իր անունից է գնացել հայտարարությունը։ Եվ այսպես ինչ է նշանակում ինքնալուծարվող կուսակցություն ու բոլորին դեմ ենք։ Եվ ոնց են փրկելու մեզ այս վիճակից։ Եթե սա բոյկոտ չի, բոլորին դեմ ենք։ Ինչի համար է սա։ Ես մեծ մտավախություններ ունեմ այս նախաձեռնության հետ կապված, չեմ ուզում առաջ ընկնեմ, բայց կոչ եմ անում մինչև փետրվարի 1-ը, ով նախաձեռնող է այս պրոյեկտների, կարող է մի քանի հոգի են նախաձեռնող, ես չեմ կարող ասել, նայեցի էջին, միջելոց, արդեն էջ ունեմ Facebook-յան, խնդրեմ, նայեցի էջը ինձ բան չտվեց ինֆորմացիա, ասկն ովքեր են կազմակերպիչները, նախաձեռնողների անուն ազգանուններն եմ խնդրում, անուն ազգանունները, 152 հոգի ոգևորված է, միացել է, շատ լավ, ես խնդրում եմ անուն ազգանուն նախաձեռնողների և մինչև փետրվարի 1-ը ես հրավիրում եմ ուղիղ եթերում հիմնավորեք ում է ծառայելու, ինչի է ծառայելու այս պրոցեսը։ Բոլորին դեմ ենք ու ինքնալուծարվում եք, բայց սա բոյկոտ չի։ Բազմաթիվ հարցեր կան, ես կարող եմ ընկնել դավադրության տեսությունների հետևից ու տխուր բան դուրս գալ արդյունքում, ես չեմ ուզում առաջ ընկնեմ, գուցե սա տակ ավելի հետաքրքիր բան կա, քան ներկայացվում է, սա էլ չի բացառվում, հա։ Դրա համար ես կոչ եմ անում մինչև փետրվարի 1-ը նախաձեռնողներից ցանկացած մեկը գրի, կապնվի եւ ես ուղիղ եթերում ես այն հարցեր ունեմ։ Եվ վստահ եղեք ձեր համագումարը դրանից հետո ավելի շատ մարդկանց հետաքրքիր կլինի, քան դուք կարծում եք, քան դուք կարող եք ձեր եթերներով ապահովել։ Եթե դուք լավ բան եք իհարկե անում, հա։ Հիմա ես այսքանով կեզապակեմ, չեմ խորանա միջև բարձաբանում չլինի։ Ես չեմ ուզում դա միակողմանի լինի, հնարավորություն տանք ես պրոցեսի կազմակերպիչներին, որ բացատրեն ինչ են ուզում անել սրանով։ Որովհետև ասեմ, կան մարդիկ, անհատներ, ուժեր, կուսակցություններ, որոնք մասնակցելու են ընտրություններին հաղթելու նպատակով։ Այս այն ինչ որ արվում է, ուղիղ հարված եմ ես տեսնում այդ մարդկանց նպատակներին։ Որովհետև եթե գնում ենք դասական բոյկոտի ճանապարհով, հա, բոլորին դեմ ենք, ստեղծում ենք կուսակցությունը, ձայները հավաքում ենք ու ինքնալուծարվում ենք, եթե
հասկանանք բառացի այն ինչ որ մեզ հիմա առաջարկվում է, սա ամենալավ նախագիծն է, որ կարող է Նիկոլ Փաշինյանը պլանավորել ընդհանրապես, բայց կարող է ուրիշ բան ասել տակ։ Ես նման առաջ չեմ ընկնում։ Հնարավորություն եմ տալիս, գա ուղիղ եթերում, որտեղ չասեմ մոնտաժ է, նենց մի բան չեն կասկածել, մարդիկ էլ հարցեր կտան, ես էլ հարցեր կտամ, բայց հասկանանք, ես ինչի համար է, ինչ նպատակի հետ է պնդում եւ սրա այս գործողությունը ամենակարևորը ինչով է վնասելու Փաշինյան Նիկոլին, որովհետեւ տեսանյութը նայում եք միջև վերջ, ընկերը պնդում է, որ սանով փոխում եք մեր վիճակը, հա։ Գալիս գրանցվեք ու գաք այդ համագումարին իրար հետ ամեն ինչ անենք, այս փտած իրականությունը փոխենք։ Շատ տնենք այս փտած իրականությունը ոնց է փոխվելու, երբ որ կուսակցության անունը բոլորին դեմ են, բարի, կրեատիվ անուննա, ձայները տալիս ենք այդ բոլորին դեմ են կուսակցության, ու ինքնալուծարվում է։ Եվ որ նա սրա չամիջը մեջ է, ռուսերենից բառացի եմ թարգմանում, չի հնչում, բայց որն է սրա կրեք, կայֆը, եւ ինչով է դա խանգարելու Փաշինյան Նիկոլին վերընտրվելու։ Ես ալով հիմա ավարտում եմ ու ասում եմ հաջորդ կարևոր թեմային, որը ես երեք արդեն կանխատեսում եմ, որ այս խայտարակությունը 74%-ով տալ բաժնետերի իրավունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացիչ ինչ որ բանը կազմակերպության եւ 49 տալով հա ճանապարհ տալ դրան սա կապիտուլյացիա է ինչ որ մի ֆիրմայի նկատմամբ բառացի եւ անպայման ես վստահ եմ որ լինելու են նիկոլական պրոպագանդաներ որ անպայման սա պետք է ներկայացնեն մի հրաշալի հաղթանակի ձեռքբերում որպես եւ ոչ չանցավ նույնիսկ մեջտեղ ամեն ինչ գնում է այն սցենարով որը գրված է եւ այսպես Ստեփան Գրիգորյանն որն ասում է Ալիևին հասցրինք մի վիճակի որ հասկացավ ուրիշ տարբերակ չունի ուզած պետք է անի Ալիևը ուզած չէ Ալիևը եւ Էրդողանը շատ գոհ են եւ իրենք էլ իրենց մամուլով իրենց բաներով խոսնակների բերանով ասեցին որ շատ ողջևորված են այդ ծրագրով այդ համաձայնություններով եւ բայց Ստեփան Գրիգորյանը հասցրել է Ալիևին մի վիճակի որից ինքը շատ գոհ է դուք հրաշալի մանրավաճառ կաշխատեք դուք կարողանում եք կլիենտին հասցնել հակառակ իր կամքին մի վիճակի որից ինքը շատ գոհ է դուք ուղղակի սխալ մասնագիտություն եք ընտրել ես կարծում եմ ու Ստեփան Գրիգորյանը միակը չի նայեք ռուսական կդրեք նայեք փաշինյանական պրոպագանդաներին կտեսնեք այս խոսույթը իր ամբողջ ներկապանակը կարող եք տեսնել այս խոսույթը ումից դուք լսում եք բոլորը աշխատում են փաստորեն Թուրքիայի համար ընդ որում որ ասեմ Թուրքիայի համար սա պատահական չի Փաշինյան Նիկոլի համար աշխատելը նույնն է ինչ աշխատես Էրդողանի համար մենք չենք կասկածում չէ դրա վրա իրանք են չի աջակցություն հայտնում բացահայտ Փաշինյան Նիկոլին հա ընդ որում մի բաներ կա այստեղ ջեժ նիկոլական հա շերտ կա որ սա ներկայացնում է որպես հակառուսականության հաղթանակ այ որ սրանով այս կապիտուլյացիայով հա թուրքերին իրանք հաղթեցին ռուսներին Հայաստանում սա էլ կա Սեն երկու հատ լկտիագույն նարատիվներ ա դրվել շրջանառության մեջ հատուկ ապուշների համար, որովհետև ես չեմ կարծում, որ բարոյական եւ բանական ինչ որ մեկի համար սա կարող է ընդունելի ձևակերպումներ լինեն կամ գաղափար։ Կապիտուլացվել թուրքերի զանգիզուր միջանցք տալ թուրքա-ամերիկյան կամ թուրքա-իսրայելական կամ ինչ որ մի հատ կամպանիայի 50 տարով կոտրես քո ողնաշարը ճանապարհ տաս 24% այդ ամեն ինչի մեջ բաժանմասն ունենալով 0 վերահսկողություն 0 Որտե Նիկոլն ասում է հա անխճնդոտ ճանապարհ է լինելու այո անխճնդոտ ճանապարհ է լինելու հայերը կապ չեն ունենալու ոչ մի բան ոնց ուզեն երբ ուզեն մտնելու են դուզ են գալու անխճնդոտ ինչ տարան ինչ վերեցին
մտան դուրս եկան, թե դուրս չեկան, հայկական տարածքից էտել հայտնի չի լինելու, կամ մտնեն եւ դուրս կգան, ինչ ֆորմատով դուրս կգան, դա էլ իհարկե հնարավոր չի վերականգնել, որովհետեւ եթե մարդը ախոչնդոտ մտնում է քո տարածք, դու ինչ գիտես ինչով է մտնում։ Ասեմ ձեզ, ընդհանրապես մի բեռնատար դրոնա պետք, մի բեռնա, որ գա կանգնի այդ տարածքին անցի կազմի։ Չնայած դրոնը կարող են օգտագործել հենց իրենց տարածքից, էլ հարցը էդի չի։ Հարցն է, բայց որ ինքը արդեն քո տարածքում է։ Մի բեռնատար, երկու բեռնատար սպեցնազապետ, որ մտնի տեղ ու քայլելով գնա հասնի միջև Ալաքս։ Ով է դեմը կանգնելու։ Եվ այդ ամբողջ 43 կիլոմետրը ով է վերահասկելու։ Նիկոլի բերետավորները։ Իհարկե ոչ։ Բայց այս ամեն ինչը մի բան է, որ Ստեփան Գրիգորյանը ստիպել է Ալիևին, դուք հասկանում եք, որից Ալիևը հաճույքից ցնցումների մեջ է։ Փաստորեն կարելի է եզրակացնել, որ Ստեփան Գրիգորյանի համար մեծագույն ձեռքբերումը Ալիևին հաճույքային ցնցումների մեջ գցելը։ Կեցես Ստեփան Գրիգորյան, կեցես, ասում եմ, սխալ մասնագետություն ես ընտրել։ Բայց սա մասին հակառակ կարծիք ունի Վարդան Օսկանյանը։ Սա ահա եւ ստացանք մեր երկրի գինն ու գնահատականը, ողորմելիության ինդեքսը աշխարհի քարտեզի վրա։ Մարդ իր տարածքը տալիս է ուրիշ կամպանիային, ակնկալելով ընդամենը 24%։ Այնեն ինչ տարածք է տալ, ինչ հնարավորություն է տալիս, ինչն է սպանա լինում ես պետությունը։ Դիմաց ակնկալելով 24%։ Նույնիսկ եթե 124%-ը իրենը լիներ, դա արդեն ինքնասպանություն է։ Կոտրել սեփական ողջաշարը եկամտի դիմաց, դու ինչ ես, եթե ոչ ինքնասպան։ Այսինքն ոնց նույնը ոնց որ փայծաղը ծախես, հա, վերցնես ելիկամտ վաճառես։ Հա, դրա համար են փող տալի։ Սա նույն բանն է։ Բայց որը Ստեփան Գրիգորյանի համար մեծագույն ձեռքբերումը Ալիևին պատին դեմ տալու համար։ Խնդրեմ, Մամեդյարովնա պատասխանում Ստեփան Գրիգորյանին։ Սա գիտեք, ընդհանրապես Մեղրի հատվածը պատմականորեն կառավարվում էր Ադրբեջանի երթուղիների կողմից, բա պատմականորեն դա ուտենց է լինելու, սա էլ Ստեփան Գրիգորյանը պարտադրել Ալիևին, դեմ ատվել պատին, լրիվ։ Այո, լրտվությունը սահման չունի։ Մանավանդ եթե դրա դիմաց լավ վճարում են, խնդիրն ինչու՞մն է։ Շատերի համար խնդիր չեն տեսնում իրենք։ Դες լսեցիք նաև, որ Հայաստանի ռազմավարական ձեռքբերումների մեջ սա մի եզակի կետ էր հայ-ամերիկան հարաբերությունների մեջ։ Որի դիմաց Հայաստանը 75 այլ վայրենի երկրների ցուցակում ներգրավեց նաև Հայաստան եւ զրկեց Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզայի հնարավորությունից Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բայց սրանով էլ Ստեփան Գրիգորյանենք դեմ են տվել Ալիևին, ջախջախել են։ Այո, եթե սա կարելի է համարել հայ-ամերիկյան հարաբերությունների կուլմինացիա գագաթնակետ, ուղղակի իրենք գագաթնակետի վեկտորն են խախտել, խառնել իրար։ Այո, գագաթնակետն է, բայց բացասական իմաստով։ Որովհետև ինչ Հայաստանի քաղաքացիներին երբեք չեն զրկել եւ Հայաստանի քաղաքացիներին չեն նույնացրել, ասենք Զիմբաբվեի, Կոնգոյի, Զամբիայի հետ, չեն նույնականացրել։ Հայաստանի քաղաքացին կարողացել է մտնել դեսպանատուն եւ ստանալ քարտոնագիր եւ մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Եթե իհարկե համապատասխանել է որոշակի ստանդարտներին։ Այո, բայց հիմա նույնականացվել նույն երկրների հետ ու զրկվել մուտքի հնարավորությունից, սա շատերի համար կուլմինացիան է, կետն է, բարձրագույն հարաբերությունների մակարդակի։ Այո, Հայաստանը երբեք այդպիսի մակարդակի հարաբերություններ չի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ուսանից կարելի է եզրակացնել մենակ մի բան, որ Հայաստանը ընդհանրապես հաշվի մեջ չի Ամերիկայի
Միացյալ Նահանգների համար։ Ու այդ ճանապարհը իր համար ընդհանրապես մի հատ բիզնես պրոյեկտ է սպասարկելու թուրքական աշխարհը, որ Ամերիկայի համար շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի ընդհանրապես գոյությունը։ Ու սա էլ վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հայտարարած վերաբերմունքը։ Եթե սա Փաշինյան-Նիկոլի համար հայ-ամերիկյան հարաբերությունների կուլմինացիան, ասում եմ, դա կուլմինացիայի դիմաց ուղղակի կա մինուս նշանը։ Իհարկե ապուշներին կարելի է համոզել, որ դա պլյուս է։ Գիտեք ինչքան պլյուս է հայտնվել նույն երկրների կարգավիճակում։ Ամերիկա չես գնա, իզուր փող չես ծախսի դեսպանատուն մտնելու համար, վիզա ստանալու համար, ահագին բան, ժամանակ, գումար, նյարդեր կխնայես, իմանալով հանդես նախորդ, որ չեն տալու միայն։ Գուցե սա է ձեռքբերումը։ Քանի որ այսօր շատ ակտիվացել էին Արցախին քննադատող, Արցախին պաշտպանող եւ այլն, այս թևը այսօր տեսա, Արցախցիները կռվել են, թե չեն կռվել, այսօր էլի Գրզոյի հարցազրույցն եկավ աշխիս առաջ։ Սմետ տեսանյութն է գլա։ Պարոն Հարությունյան, բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, ինչու եք դուք Երևանում։ Ոչ չկա Գրզոյին տեսա։ իրավունք չունեմ Երևանում ինձ։ Չեմ ասում իրավունք չունեք, ասում եմ ինչու եք եկել Եկել եմ անձնական գործերով։ ԿՊ-ի գրասենյակում ինչ անց։ Եկել եմ ԿՊ-ի գրասենյակ, Ինչ նպատակով։ Ինչ նպատակով։ Ձեզ անհանգստացնում է Հայաստանում իշխանափոխության հարցը։ ԿՊ-ի նշանակածը Նարեկ ջան, ուր պետք է գնար։ Ուր պետք է գնար ԿՊ-ի նշանակածը, ԿՊ-ի ղեկավարության տակ Արցախը հանձնողը, ԿՊ-ի ղեկավարության տակ Արցախյան պատերազմը խափելով բոլորիս, կազմակերպողը։ Ուղղակի մեր ժողովրդի մի մասը այն հայտնի կենթանու հիշողությունից ինքը բորացել է, Արայիկ Հարությունյանով նշանակեց Արցախում նախագահ։ Ում համար էր Ալեն Սիմոնյանը շաբաթներ առաջ ընտրությունների ժամանակ գնացել Արցախ ու միջև վերջի վայրկյան ամեն ինչ անել աջակցելու համար Արայիկ Հարությունյանին, որ նա ընդունվի հենց Արցախի նախագահ, որ Արցախի հանձնման process-ի եւ այդ ամբողջ գումարների կառավարումը բանկերն է, օգնություններն է, գույքն է, ամեն ինչը, այդ ամբողջ այդ վաճառքի հոսքը իրանց կոնտրոլի տակ ենթակա, իրանց նշանակած Արայիկ Հարությունյանի ձեռքով եւ իրենցով լինի դա, հանկարծ չմնա, Սերժի Բակոն։ Եվ այդ ամեն ինչի վրա ավելի շատ կոնտրոլ չունենա Սերժի Սարգսյանը։ Եվ եթե Հայաստանում դեռ մարդ կա, որ մտածում է արցախցին է ինչ-որ մի բան որոշեց, հանձներ թե չհանձներ, կռվեր թե չկռվեր, կամ ինչով կռվեր, դրանք կամ հայտնի են կենթանի հիշողությունից ունեն, կամ ուղղակի լրիվ անտեղյակ են, որը էլի ներելի չի, որովհետև ինչ էր Արցախը մեր հայրենիքի մի մասն է, ամենակարևոր մասը, եւ ոնց կարելի է անտեղյակ լինել քո ամենակարևոր մասին, հետ ինչ է կատարվում։ Ես կա ժամանակ, որ ներողամիտ էի մարդկանց նկատմամբ, որոնք քաղաքականությունով չեն հետաքրքրվում, էլի։ Այդ քաղաքականությունով չհետաքրքրվողները թքած ունենան ոչ միայն իրենց ապագայի վրա, այլ իրենց մերձավորների ապագայի վրա։ Սա բանաձև է, սա չափազանցություն չի, սա խտրականություն չի, որովհետև մեր այսօրվա վիճակը էքզիստենցիալ է։ Մենք կռիվ ենք տալի ոչ թե մեր գոյության համար, միայն մենք մեր բոլորի գոյության համար այս կռիվը, ու սա չափազանցություն չի, սա արևմուտք թե արևելք, հյուսիս թե հարավ, քննարկում չի, որ մեկն ասի, գիտեք ինչ, ինձ սա չի հետաքրքրում, մեծ հաշվով, ես չեմ հասկանում, ու իմ համար մեկ է։ Դա էլ ներելի չի, բայց դե կարելի է ասենք ինչ որ հանդուրժել, ճաշակի ոլորտի բանը, բայց սա ճաշակի ոլորտի բան չի։ Կամ քո երեխան կապրի, կամ քո երեխան չի ապրի։ Եթե կա մարդ, որ չի հետաքրքրվում դրանով, եթե իր երեխայի իր սեփական ճակատագրով հետաքրքրված չի, ուրիշի երեխայի կամ ուրիշի իրեն կերոջ կամ մերձավորի ճակատագրով է հետաքրքրվելու, իհարկե ոչ։ Դրա համար եմ ասում,
Եթե մարդ կա, որ դեռ մտածում է, որ արցախցիներ ինքը որոշում է կռվել, չկռվել, աններ, թե չանցներ, այս տեսանյութը պետք է իր հիշողությունը թարմացնի շատ, միանգամից ռեֆրեշան էլի, ուզած մի հատ բաներ հիշացնեմ, նոյեմբերի 10-ի խայտարակ հայտարարությունից հետո, ընդամենը 2 օր հետո, նույն Արայիկ Հարությունյանը, չգիտես ոնց բլոկացված, այսպես բլոկադայի մեջ գտնվող պատկերացնում եք այդ ժամանակվա Արցախը, մեկ էլ հայտնվում է Երևանի օդանավակայանում, թռնում է Մոսկվա, Մոսկվայա թռնում։ Չեմ ուզում ավելորդ մեկնաբանությունը անեմ, իսկ թվում է այս փաստեր ամեն ինչ իր համար ասում ամեն դեպքում։ Մեր բանակը ինքնապաշտպանական նից բացյալ խնդիր չունի։ Եվ հետո պարզվեց, որ այդ դեպքում շատ դեպքերում կարիք չկա, որ մենք գնանք դռներ ծեծել։ Մեզ ասում են, իսկ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա, մենք ձեզ կարող եւ պաշտպանական սպառազինության պաշտպանական ամբողջ շուկան, գլոբալ շուկան Հայաստանի Հանրապետության առաջ բացվեց։ Չեմ էլ ուզում թաքցնեմ, այդտեղ կա երկրորդ նյուանսը նույնպես, որը կապված էր հապկի հետ, որտեղ երկրորդ նյուանսն էլ դա էր, որ Առաջինը ամփոփենք, հա։ Եթե դու պաշտպանողական համակարգի ես անցել, պաշտպանողականական նպատակը, քեզ զենք պետք չի։ Ու այդ հոտը հարցեր չունի, ըստ ասում։ Նստում է մի հոգեկան հիվանդի, որը ասում է, եթե դու ընդամենը պաշտպանվում ես, դու զինվելու կարիք չունես։ Քեզ զենք պետք չի դրա համար։ Բա թշնամից զինվում է հարձակողական կողմը, բայց եթե դու պետք է պաշտպանվես, դու զենքի կարիք չունես։ Հիմա անցել է արդեն երկրորդին, տեսնենք երկրորդով ինչ է մատուցելու։ Այդ նույն հոտին, որ ընդհանրապես հարցեր չունի։ որովհետև հապկի մեր մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր, երկրորդ, ես նույն չի ասի երկրորդ, նույնիսկ երրորդ, չորրորդ, բայց այնուամենայնիվ խոչընդոտ էր միջազգային այս շուկային հասանելիություն ունենալու համար։ Լսեցիք, հապկի անդամակցությունը խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիության համար։ Հիմա լրիվ լոգիկայի շրջանակներում է, չէ՞, որ պետք է մենք արդեն հապկից դուրս եկած լինենք, որպեսզի օգտվենք միջազգային շուկաներից։ Եվ ինչ է կարծում, հապկից դուրս ենք եկել։ Իհարկե ոչ։ Չէ։ Ասեմ ավելին, հապկի անդամ էլ չենք մեծ հաշվով, բայց հապկից դուրս էլ չենք եկել։ Սենց հայերեն դրան ասում են օլոմբա։ Սենց օլոմբա վիճակում է հայաստանական ասում։ Գոլ, ամորֆ։ Դու ոչ հապկի մեջ ես, ոչ աջակցություն կարող ես ստանալ, ոչ էլ այլ ռազմաքաղաքական կազմակերպության մաս։ Հայաստանը բերել է մի վիճակի այս երևույթը, որ ինքը ինվալիդ է, ինքը բարեկամ չունի, ինքեր չունի։ Պատահական։ Չէ։ Հայաստանի իր պատկերացած ընկերն ու հովանավորը այսօր Թուրքիան է։ Թուրքիան, որը շատ շահագրգռված է, որ Փաշինյան Նիկոլը միշտ մնա, որ միշտ Հայաստանը այս վիճակում լինի։ Լավագույն դեպքում, վատագույն դեպքում դեռ իրենք ծրագիր ունեն Հայաստանի հետ կապված։ Բայց մենք 2022 թվականին ուրիշ իրադրություն ունեինք, մենք ունեինք իրադրություն, որ նույնիսկ 100 միլիոն դոլարով մենք ունեինք վճարումներ, որ պետք է ստանայինք դրա դիմաց տեխնիկա, սպառազինություն եւ տեխնիկա, եւ մեզ երբեմն քաղաքավարի, երբեմն ոչ այդքան քաղաքավարի, պարզապես այդ մատակարարումներ չէր իրականացվում։ Թվում է նախարար չէ, 500 միլիոնը, թվում է թե դրանից հետո պետք է բան լիներ, չէ, անդամակցությունը։ Դադարեցված լիներ։ Ինչ է կարծում դադարեցված է։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը կարծում է, թե այլևս 2026 թվականից հետո իրենք չեն լինի եւ պետական բյուջեն թալանելու ինչ-որ ձև են ընտրել, իրենց պարգևավճար տալու։ Մեկ տարվա ընթացքում 18 միլիոն դրամ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն պարգևատրել է։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ասում է նախկինում կոռուպցիա կար, մենք կոռուպցիայի դեմ ենք պայքար, դուք ձեզ պարգևատրել եք, որպեսզի կոռուպցիայի մեջ չմտնեք։ Փաշինյանը Նիկոլը տենց էլ ասես, չէ՞։ Այդ նույն փողը ժամանակին ծրագրերով էին ստանում։ Մենք բացահայտ
Էլ կոռուպցիա չկա։ Իրանց ինչքան պետքա վերցնում են։ Ինչ կոռուպցիա։ Երբ պատկերացնում են կոռուպցիան նա է, որ դու վերցնում ես, բայց դրա մասին ոչ մեկ չգիտի։ Երևի սա է պատկերացումը կոռուպցիայի մասին։ Ես պետք է այդպես մտածողներին հիասթափեցնեմ։ Ոչ, կոռուպցիան նա է, որ դու քեզ թույլ ես տալի վերցնես ավելի, քան քեզ օրենքով հասնում է։ Եվ ընդհանրապես ամեն ինչ պետք է օրենքի սահմաններում արվի։ Պատկերացրեք երկիրը սահմանադրությունը, այսինքն երկրները կառավարվում են սահմանադրությունով եւ օրենքով, ոչ թե կմահաճույքով։ Ու ոչինչ չի փոխում իրականությունը, եթե դու քո ուզած գումարը վերցնում ես ոչ թե թաքուն, այլ թքած ունենամ ձեր բոլորի վրա։ Ինձ այսքան փողապետ ու վերջ։ 18 միլիոն դրամ։ Դու գիտեք որ Հայաստանի նախագահ Հայաստանի մերելը ավելի շատ աշխատավարձ ստանում, քան ասենք Չինաստանի նախագահը։ Չինաստանի նախագահը, որ աշխարհի առաջի կամ երկրորդ տնտեսությունն ունի։ Հայաստանի սոված երկիրը, պարտքով ապրող երկիր Հայաստանի նախագահը, Չինաստանի նախագահը շատ փող ստանում։ Գիտեք, չգիտեք երևի, կամ գիտեք։ Չինաստանի մի գյուղը շատ եմ ասում, մի փողոց, այնքան բնակիչ ունի, ինչքան Հայաստան։ Ասեմ, այդ փողոցը ավելի շատ հնա ունի, արտադրություն, եկամուտ, քան ամբողջ Հայաստանը։ Բայց Չինաստանի նախագահը ավելի քիչ աշխատավարձ ստանում, քան Հայաստանի դիակը, որ ընդհանրապես իր գոյության մասին ոչ մեկ չի իմանում։ Մեկ ուղղակի մամուլից ենք իմանում, որտեղ ինչու մի բանի մասնակցել է։ Թաղում է գնացել։ Ամսի 7-ի 8-ի կողմերը Մեղրի զորամասում դեպք ա եղել, երբ ներթափանցում ա գործել, մեր ուժեղ ժամկետային զինվորականները, զինծառայողները կարողացել են դա արգելք, այսինքն կանխեն այդ ներթափանցումը եւ վերադասի կողմից հրաման ա եղել չկրակել, թողեք, թող գնան։ Այդ զենքերը, ես դա sense թեթև օրինակ դա բերեցի, այդ զենքերը ինչի վրա է օգտագործելու, գուցե վերջում իրանք իրար կրակեն։ Այդ ինչ զենքեր պետք է բերեք, որ համ պարտքով բերեք, համ բյուջեից փող վերցնեք, այդ ինչ զենքեր եք բերեք։ Բա մի հատ ասեք, այս մի թող չհայտարարեն, դա գաղտնիություն է իրենց պարունակում, բայց թող ասեն, Աստծո սիրուն, ինչքան սուտ կա, ուսուցչու բերանն է, աշխարհի սուտը, որ ինքը խոսում է, ուսուցչուին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Քեզ թվում է, թե մեծ կալխոզնիկ է խոսում։ Ուսումնական Արմավիրի ուսումնական զորամասը դասարաններ է։ Առաջի դասարան, երկրորդ, երրորդ դասարան։ Սենց բանակում տեսել եք։ Այդ որ բանակը լավ է, մի հատ գնացեք Լուսակերտի ուսումնական կենտրոնը տեսեք, ինչ վիճական է, ջուր չկա, ծնողը գնում այցելության գետնի վրա են նստացնում։ Եվ Անդրանիկ Քոչարյանը առանց ամոթի հլը կարա բանակից է խոսում, դա է խոսում, այն մյուս իրանց նախկին գայպետի տեղակալը։ Կարկառուն հանրապետական, կարկառուն երրորդ նախագահի անունով երթվող։ Ծնունդով Սյունեցի։ Անձամբ մոտնեմ մտել ծառայողական հարցով կապված գայի հետ տարիներ առաջ։ Գիտեք ոնց էր երրորդ նախագահի մասին խոսում, ոնց որ իր հարազատի մասին խոսար ծնողի։ Հարազատ հոր։ Հոր, այտենց խոսում էր ինքը Խոսքը Արմեն Խաչատրյանի մասին է։ Ճիշտ ասում։ նախագահն այո սենց այսօր նույն այդ անձը բանակից է խոսում։ Ես ասել եմ, չէ, բոլորը հանրապետական կադրերն են Նիկոլի մոտ։ Դրանց մեջ ոչ մի տարբերություն չկա։ Ոչ մի տարբերություն չկա, որովհետև Սերժիկն է ստեղծել Նիկոլին, այսինքն նաև Սերժիկը։ Այսօրվա ոսը չքմեղացել է, ինքը չի հասկանում ինչ է կատարվում ու հանրապետականները դժգոհում են, մարդու լաց է գալ այդ իրականության վրա։ Այսինքն այդքան իրականության վրա չէ, ինչքան այդ ամեն ինչին հավատացողների վրա։ Որովհետև չես հասկանում այդ մարդիկ, ասեն, քանի օրվա հիշողության պահուստ ունեն իրենց ուղեղի մեջ։ Այսինքն չգիտեմ, մի ժամվա, 2 ժամվա, մի օրվա, 2 շաբաթվա, չգիտես։ Բայց հաստատ դա տարի չի, էլ ասենք, որ հիշի մի տարի առաջ ինչ էր, 5 տարի առաջ ինչ էր,
Չէ, ձկան ու ակվարիումի ձկան ուղեր։ Ոսես գնում ասենց այս պատինա կպնում, հետո մոռանում է։ Ոստեղ էր պատ։ Հետա գալի ու օպա, վայ արա, էլի պատա։ Այս վիճակն է։ Շատերի մոտ։ Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորումը, բողոքում է Գերամ Մանուկյանը։ Այդ երկրի արտգործնախարար Հական Ֆիդան այսօր լրագրողներին մի խոսքով են ինչ որ ասել է Փաշինյան Նիկոլին աջակցելու պահով, որի մի անգամից ոչ քաղաքացի, ոչ իրազեկ Դանիել Իովանեսյանը գրում է. Գերամ ջան, Սալավիովը խոսում էր Հայաստանը գրավելու մասին, բա իսկ Ֆիդանը խոսել է այս կամ այն ուժի լավ կամ վատ լինելու մասին։ Տարբերությունը զգում ես։ Դա չի խոսացել լավ կամ վատ։ Ինքը խոսացել է, որ իրան աջակցում են։ Մեկ երկրորդն էլ իրան տակը պատասխանել է։ Սալավիովը ընդհանրեն լրագրող է, Ֆիդան արտաքին գործերի նախարար։ Զգացի՞ր տարբերությունը։ Ուղղակի մարդու լացագարի եւ տագնապ է մտնում մարդու մեջ, երբ որ պատկերացնում է մի բան, որ Դանիել Իովանեսյանն է իր ինչ որ հարցերով զբաղվում։ Էն էլ երկրի մասշտաբով, անվտանգություն, հարաբերությունների միջազգային բան։ Մարդիկ ընկնում են ուղղակի կոմայի մեջ վախից, անորոշությունից։ Որովհետև Դանիել Իովանեսյան տեսակը սեփական կոշիկների, շնորհքների գույնը գուն, նույնիսկ կյանքում չի որոշել։ Ինքը շնորհքով կոշիկ հագնի, թե առանց, կամ ինչ գույնի լինի իր հագած կոշիկի կապիչները, հա։ Բայց այսօր ինքը որոշում է Գերամ ջան, չէ, դրանք լավ կամ վատից են խոսացել։ Ապտակ Փաշինյան Նիկոլի մասյացոտնի թեմի հոգևորականների կողմից, որոնք իրենց հավատարմությունն են հայտարարում, թքած ունենալով Փաշինյան Նիկոլի դատարանի որոշման վրա, որը անվանվել է չէ, կաթողիկոսի, պատկերացնում եք, հրամանը։ Հայաստանը այն երկիրն է, որտեղ դատարանը որոշում կայացնում մի բանի նկատմամբ, որի վրա վերահսկողություն չունի, որի վրա իրավասություն չունի, բացարձակապես։ Եկեղեցու կառուցվածքի որոշումների վրա ոչ դատարանը, ոչ ԱԱԾ-ը, ոչ վարչապետ, ոչ մեկ իրավասություն գործիքակազմ չունի, բայց Հայաստանում դատարանը կարող որոշում ընդունի։ Անվավեր են ճանաչում կաթողիկոսի որոշումը։ Որ օրենքի հիման վրա։ Հղում ասեք, հղում, որովհետև ինձ երաժիշտիս, հղումն է, ինձ երաժիշտիս այս բանը գիրն է պետք, որովհետև ես որ բացում եմ բանը, պարտիտուրան ես տալել եմ, արդեն տեղափոխել եմ, որովհետև ես որ բացում եմ պարտիտուրան, ես չեմ կարող որոշել ընդեղ ինչա հնչելու։ Ես նայում եմ ինչա գրած, որ գործիքի մոտ է գրած, հա, ոնց է գրած, համադրությունը որ գործիքները հնչելու, ինչ տեմպի մեջ, ամեն ինչ պետք է գրված լինի, որ ես պատկերացնեմ դա ոնց է հնչելու։ Ես չեմ կարող որոշել դա ոնց է հնչելու, հա։ Սա կոչվում է հարգանք հեղինակի, օրենքի, կարգ ու կանոնի նկատմամբ։ Բայց Հայաստանյան իրականության մեջ թքած այդ թղթի վրա ինչ է գրած։ Արեք մենք որոշենք, ինչ ենք մենք ուզում։ Գետը մի անգամից ամար, չեղալ համարեք սահմանադրությունը, ասեք վերջ այսօրվանից թագավորական ընտանիքա, Փաշինյան Նիկոլի չընտանիքը, եւ միապետությունն է, ինքն է որոշում, ինքը համ սահմանադրությունն է, մի խոսքով ինքը համ օրենսդիրն է, համ գործադիրն է, համ կաթողիկոսն է, ամեն ինչ։ Ես պետք է ասեմ նույնիսկ այդ կարգի երկրներում այդ ղեկավարները իրավունք չունեն եկեղեցու վրա։ Նույնիսկ Իվան Գրոզնին այդ իրավունքները չուներ։ Այո, նա կարողանում էր սպանել տալ, խեղդամահանել կաթողիկոսներին։ Բայց նա չէր կարող այդ որոշումների վրա ազդել։ Փաշինյան Նիկոլը որոշել է, որ ինքը ավելի Գրոզնին է, ավելի ահեղ է ու ահավոր եւ ավելի սարսափելի եւ ուժեղ, քան ասենք Իվան ահեղը։ Իվան Գրոզնին։ Եվ այսպես վերադառնանք այս թեմի հոգևորների հայտարարությանը,
մի ամբողջ ցուցակ ունեն 21 հոգի, որոնք մենք հավատալի ենք կաթոլիկոսի կայացած որոշմանը եւ ընդունում ենք մեր նոր առաջնորդին։ Պարզա Փաշինյան Նիկոլ։ Հա։ Դե գնա հիմա նստի մի անկյան տակ ու կրծի քո եղունգները։ Սրա մասին ագրում նաեւ Սյուզի Բադոյանը Նիկոլ դատարանով չես կարող վերադառնալ թեմ քեզ մերժել են 29 դպիր եւ 21 քահանա քեզ ուղղակի մերժել են ես չեմ ուզում ասեմ ինչ են ցույց տվել բայց ինձ թվում է դու հասկացար դու ինչ ես արժանացել 29 դպիրի եւ 21 քահանայի կողմից են մանր մունր են այլասերվածները համասեռամոլները, մանկապիրցները, ընտանիք քանդողները, գանձագողերը, ինչ կա որոշեն այդ 10 հոգին աշխարհի մասշտաբով, դա ոչ մի բան չի փոխում։ Ուղղակի ցույց տալի մի բան, որ դու մեղք ես, դու մենակ ես։ Եվ այս հարցը հիմա դուք իսկապես ձեզ չի անհանգստացնում հեռանկարը, որ մի օր ձեր եւ գուցե նաեւ ձեր որոշ թիմակիցների, որոնք այս օրերին շատ ակտիվ գործողություններ են իրականացնում եկեղեցու հետ կապված, ձեր գործողություններին կտրվի իսկապես քրեաիրավական գնահատական, այսինքն դուք այս հեռանկարը բացառում եք եւ այսքանը բավական է։ Ես միշտ ասել եմ, չէ՞, Փաշինյան Նիկոլը ոնց ուզում ալի կարող է մի օր փախնի իր ինքնաթիռով, բայց մնացածը ու բոլորը չեք հասնել։ Հիմա հարց է տալի, ինչ ես վախենում այդ քրեաիրավական հետևանքներից։ Լրագրողը հարց տալի, ոչ մի ագրեսիա չկա, բնական ճիշտ հարց ընդհանրապես լրագրողների գործը հարց տալն է, բայց սա մասին մոռացել է Նիկոլ Փաշինյանը, գիտեք ինչի, որտեղ ինքը չի էլ իմացել դրա մասին, որ լրագրողի գործը հարց տալն է։ Ինքը, երբ որպես լրագրող էր աշխատում, ինքը հարց չէր տալիս։ Ինքը գրում էր մի բան, որը ջնջելու համար իրան պետք է փող տային։ Իսկ իր լրագրական գործունեությունը դեռ շանտաժով փող աշխատելը։ Դրա համար այսօր իր աշխատակազմը իր Պետրոսի մոտ էին հասել միջև, ոչ, այս ինչ լկտիությունը, լրագրողներն այս ինչ հարցեր են տալի, նվաստացնում են Փաշինյան Նիկոլին, հարցերով նվաստացնում են։ Բայց պետք է եւ իրանք չեն նկատել, որ դանից Փաշինյան Նիկոլը նվաստացված չէ զգում եւ իրեն ասում էին պիրծես դու դավաճան ես, մի արի չալեցավան եւ այլն։ Լսենք հարցը շարունակություն։ Երեք երեկոյան դուք հրապարակեցիք հերթական ռելիզը հաղորդագրությունը, չգիտեմ դուք ոնց դա կանվանեք, որ կայացել է խորհրդի նիստ, որը ձևավորել եք 10 հոգևորականների հետ եւ այնտեղ նշվեց, որ փաստորեն ճանապարհային քարտեզը, որը մինչեւ այդ եք արդեն ներկայացրել, դրա իրականացման անցնցում իրականացման հետ կապված որոշումներ են ընդունվել, եթե ես ճիշտ եմ մեջբերում, հնարավոր է մանրամասնեք ինչ որոշումներ եք կայացրել եւ ինչ եք պատրաստվում անել, ըստ էության կաթողիկոսը մի քանի անգամ այս ընթացքում ակնարկել է, որ նա հեռանալու մտադրություն չունի, դուք շարունակում եք նույն օրակարգը, ինչ գործողությունների եք պատրաստվում դիմել հոգևորականների հետ եւ որտեղ է այդ նիստը տեղի ունեցել։ Դե վարչապետի կեցավայրում է տեղի ունեցել նիստը։ Տեսեք, վարչապետի լիազորությունների հետ կապված ես ուղղակի քանի որ ձեր հարցի Ընդ որում վարչապետի լիազորությունների մասին հարց չի տվել, բայց ինքը հասկանում է, որ դե լիազորությունների խնդիր կա ու իր կողմնակիցները դրա համար կրելու են քրեական պատասխանատվություն, բայց ինքը ճիշտ ուղղությամբ է գնում, ճշտում է իր լիազորությունները եւ ֆանտաստիկա, լսեք։ Դի մասին նախապես չգիտեի, չեմ պատրաստվել, բայց ես օրինակ որտեղ է գրած վարչապետի չգիտեի, չեմ տեսեք, վարչապետի լիազորությունների հետ կապված ես ուղղակի քանի որ ձեր հարցի մասին նախապես չգիտեի, չեմ պատրաստվել, բայց ես ինքը չգիտի վարչապետի լիազորությունները։ Այդ մասին ինքը չգիտե, որ ինքը վարչապետի լիազորությունների մասին տեղակայել, հարցին չէր պատասխանել։ Այդ չէր պատրաստել։ Չգիտես մարդը վարչապետի լիազորությունները։ Շարունակությունը լսեք։ Օրինակ որտեղ է գրած վարչապետի այնտեղ որտեղ գրած որտեղ է գրած վարչապետի լիազորությունները։ Ստեփան Գրիգորյանն էր։ Եվ կից արդեն ասեցի ովքեր։
Ձեր տխմա շեֆին հուշեք, որ վարչապետի լիազորությունները ամրագրված է սահմանադրություն։ Նույնիսկ այդ սուպեր վարչապետի սահմանադրությամբ, Սերժի սահմանադրությամբ ինքը այդ լիազորությունները չունի։ Բայց հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը կանգնել արել ագրողներին, ասում է, այդ որտեղ է գրած վարչապետի լիազորությունները, ես չգիտեմ դրա մասին, ես չի պատրաստվել։ Ինքը մոռացել է, որ ինքը լիազորությունների սահմանափակում ունի, ինքը պետք է գործի իր լիազորությունների շրջանակում։ Հիմա հարց եմ տալիս բոլորին, ում համար է կարևոր, որ Հայաստանի վարչապետը գործի իր լիազորությունների սահմանները։ Որովհետև այս հարցի պատասխանից կախված է մենք ում ենք տեսնում մեր դիմաց։ Ում բանական մարդու, թե անբանական մարդու։ Դա նաև ուրիշ բան են ասում։ Որովհետև ցանկացած բանական մարդու համար ոչ թե կարևոր է, պարտադիր է, որ վարչապետ չէ, ով ուզում է լինի գործի լիազորությունների շրջանակներ։ Հակառակ դեպքում քաոս։ Ինչու մենք ունենք։ Սա վարչապետի լիազորությունների մասին։ Օրինակ վարչապետը լիազորություն ունի բրիֆինգ անելու։ Կա գրած վարչապետի լիազորությունների մեջ, որ վարչապետը չէ, մի րոպե ունի, հələ մի հատ կնայենք, հետաքրքիր։ Ինքը դրա մասին էլ չգիտի։ Ինքը չգիտի, որ դա ոչ թե իրավունք ունի, դա պարտականությունն է հաշվետու լինել։ Այսինքն ինքը եկել է բրիֆինգ անում, ինքը չգիտի դա լիազորություններ ունի, դա լիազորություն է թե պարտականություն։ Սա մի մարդ արդեն որ 8 տարի է վարչապետ է։ Ու դրանից առաջ 20 տարի պատգամավոր լրագրող է եղել։ Սա է դա։ Հիմա հարց եմ տալի բացառապես բանական մարդկանց։ Ստեփան Գրիգորյաններին դնում եմ մի կողմ։ Սա նորմալ է թե չէ։ Եթե մեկը կասի սա նորմալ է, իրանունը ոչ թե։ Իրանունը առնվազն Ստեփան Գրիգորյան կամ Նիկոլ Փաշինյանն է։ Ուրիշ անուն ինքը չի կարող ունենալ։ Կամ դե կից մեջտեղում կա, չէ՞, Մեհրաբան Ռուբովան, ասես լիքն են, էլի այդպես այսպես։ Իրաք։ Իրանցից է։ Որոնց համար չկա օրենք, չկա լիազորություն, չկա բարոյականություն, չկա ընդհանրապես ոչ մի բան, կա մի բան։ Քո խոսքի համար քեզ ով է վճարում այսօր սա, վաղը նա, ասեմ, վաղը նա, որովհետև եթե մեկը վաճառվում է, ինքը սկզբունքայնությունից չի վաճառ, որ ես վաճառվում եմ բացառապես Նիկոլ Փաշինյանին, ես սկզբունքային վաճառվող եմ, չէ։ Խոսք ասում, եթե մի բան քեզ մի անգամ գնել են, ում կարող նաև վաճառեն, այլ մարդու։ Եվ քո գործը դա է, որովհետև քո բնության մեջ կա դա։ Դա կարաչ։ Քիլա, որտեղ է ֆիքսված, որ վարչապետը ինքն էլ ամեն շաբաթ բրիֆինգ անելու իրավունք ունի, լրագրողների հարցերին պատասխանելու իրավունք ունի։ Ես նկատի ունեմ, կառավարություն վարչապետը ես կարծում եմ, որ երկրի հանրային նշանակություն ունեցող հարցերին պետք է անդրադառնա։ Անդրադառնա, անդրադառնալ ուրիշ բան է։ Անել մի բան, որը հակասահմանական է, դա անդրադառնալ չի, բայց ինքը հորինում է, ինքը չի կարողանում նույնիսկ նախադասությունը միջև վերջ կառուցի։ Որտեվ հորինում է, իսկ ֆենոմենալ է վերջում է։ Անկախ նրանից հիմա ես օրինակ վարչապետը ռիլ նկարելու եւ հրապարակելու իրավունք թե չունի։ Ինստիտուտների միջև եւ դրա համար եւ դրանով Իրան հուշում են, որ խոսքը ինստիտուտների մեջ միջև հարաբերությունն է, դուք լսեք ֆենոմենալ է։ Կամրջում եմ վարչապետի ինստիտուտը, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, կամրջում եմ Հայաստան Ինքը վարչապետի ինստիտուտը կամրջում է քաղաքացու ինստիտուտի հետ։ Բասուսի կամրջող է աշխատում։ Տանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի հետ Վարչապետի ինստիտուտը կամրջում է առաքելական եկեղեցու առաջնորդի հետ։ Կամրջում եմ Նոր Կտակարանի ինստիտուտի հետ եւ այլն եւ կամրջում եմ Աղոթքի ինստիտուտի հետ Նոր Կտակարանի ինստիտուտի հետ, Աղոթքի ինստիտուտի հետ։ Ի կամրջող է։
Աղոթքի ինստիտուտի հետ դուք sense բան լսել եք ժողովուրդ ջան։ Դու լսեք։ Կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ վերաբերում է թե մենք ինչ ենք պատրաստվում անել, ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Իսկ ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ուներ։ Մետով է ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Հա։ Դու էլ մտադրություն չունես հեռանալու, բայց ստիպված ես լինելու հեռանալու։ Կամրջող։ Միակ բանը, որ դու հասցրել ես կամրջես, այս ընթացքում։ Դու հասցրել ես կամրջես Արցախ Ադրբեջանի հետ, Հայաստանի տարածքներ Ադրբեջանի հետ, հայ զինվորականին մահվան հետ, դու կամրջում ես մահվան հետ։ Եվ ի վերջո կամրջվելու ես դու դժողքի հետ։ Դու կամրջել ես հայ հասարակությունը կոտորածների հետ, հայրենասրկման հետ, ուրացման հետ, սուչի հետ, այո, դու կամրջել ես։ Այո։ Դավաճանության ինստիտուտի հետ ես կամրջել։ Այս այն բաներն է, հաջողություններն է, որ դու ունեցել ես։ Եթե քո լեզվով խոսամ, կամրջող, աղոթքի ինստիտուտի հետ, նոր կտակարանի ինստիտուտի հետ։ Դե գնացեք Նիկոլ Սիրովներով աջակցողներ։ Դուք սանից ինչով եք տարբեր։ Եվ դուք էլ եք կամրջվում, հա։ Ձեզ մնացել է, որպես այս ամեն ինչի պատասխան, կամրջվեք դժողքի հետ։ Դրա բոլոր ձևակերպումներով։ Արսեն Թորոսյանի օրոք տեղ ունեցած 71 միլիարդ չարաշահումների փաստերը կցվել են COVID-ի գործին։ Այս դոկտոր Մահը, երևույթին տեսնում եք, այս Գեբելսին։ Սրա վրա քրեական գործ կա 71 միլիարդ դրամի չարաշահումների։ Եվ առանձին COVID-ի գործ։ Սա։ Հիմա դասեք COVID-ից քանի տարի անց է։ 5 տարի եւ ավել։ Ու այս հանցագործները քաղաքականությունից են խոսում, պետական կառավարությունից են խոսում, քրեական գործի տակ 71 միլիարդ դրամ յուրացածը առանձին է COVID-ի գործով դատվողը ինքը էլ դասեր է տալիս։ Ինքը իր վարչապետի հետ այցելությունների է գնում բան։ Գեբելսը դոկտոր Մահն ասա։ Սա եմ ուզում լսեք Արսենի Նիկոլյանն լսենք։ Այսօր Բաքվում անցեկացվել տարօրինակ մի գիտաժողով, այն ինչպես ասում են կազմակերպիչները, նվիրված է Հնդկաստանի իշխանությունների կողմից երկրի ազգային ու կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնությունների թեմային։ Պաշտոնական Նյու Դելհին առայժմ գնահատական չի տվել տեղի ունեցածին։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Բաքուն հասել է արդեն Հնդկաստանի։ Ասում ովքեր են կազմակերպիչները եւ ինչ նպատակ են հետապնդում։ Կազմակերպիչ որպես ներկայանում է մի կառույց, որը կոչվում է Բաքվի նախաձեռնող խումբ, իսկ միջոցառումը, որը անցեկացվում, կոչվում է Ռասիզմը Հնդկաստանում, բռնությունը սիկխերի եւ Հնդկաստանի մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ։ Այդ միջոցառմանը հրավիրել են սիկխական համայնքի ներկայացուցիչների Միացյալ Նահանգներից, Կանադայից, եվրոպական որոշ երկրներից, ինչպես նաեւ Պակիստանի պաշտոնյաների եւ քարոզիչների։ Դե հնչող հռետորաբանությունը կանխատեսելի էր։ Մեղադրում էին Հնդկաստանի իշխանություններին սիկխերի ինքնությունը ոչնչացնելու մեջ, սիկխերի քաղաքացիական դրսևորումները ճնշելու մեջ եւ անգամ մեղադրում էին սիկխերի ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Խոսքը 84 թվականի իրադարձությունների մասին է Պենջաբ նահանգում, երբ Հնդկաստանի զինված ուժերը սիկխ անջատողական ահաբեկիչների դեմ ռազմական գործողություն էին իրականացրել։ Այսպիսով այս միջոցառման կազմակերպիչները ամփոփելով կոչ են անում աջակցել սիկխերի անջատողական շարժմանը, որի արդյունքը պետք է լինի Հնդկաստանի այդ հատվածում Հալիստան անկախ պետության ձևավորումը։ Ալիևը արդեն մտածություն ունի մասնատել Հնդկաստանը։ Բա այ որ մենք պետություն ունենայինք, ընդհանրապես մի հատ այցելություններ պետք Հնդկաստան, ասել մատաղ լինեմ ձեզ։ Մի քիչ օգնեք, մի քիչ։ Լավ ռադիոկայաններ տվեք, հա, լավ հեռարձակվող բաներ տվեք մեզ, տեխնիկա տվեք։ Անենց մասնատենք Ադրբեջանը, մի քիչ էլ փող։ Ընդհանրապես ձեր, ասած ասել, կեսօրվա եկամուտը։ Մի տարի հետո
Ադրբեջանի տարածքում կլինի լավ Բոստան, լավ։ Դրանից բան չի մնա։ Եթե պետություն ունենայինք, էլի։ Ու պատկերացնում եք Ադրբեջանը ինչքան պարապ մնացել եւ ինչքան վստահ իր ուժերին, որ հիմա որոշել արդեն զբաղվի Հնդկաստանի մասնատումով։ Գիտեք ինչի՞։ Ոնց, որովհետեւ Հնդկաստանը Հայաստանի հետ համագործակցության մեջ է։ Այո, եւ համատեղ նաեւ հանդիսանում է Պակիստանի թշնամին։ Բաքուն ասել է արդեն Հնդկաստան։ Ինչ է զարմանում, ինքը հասել է Ֆրանսիա, չէ՞, ինչ որ ձևով։ Ֆրանսիական գաղութներում է բաներանում, պրովոկացիաներ անում։ Պաշտոնապես հայտարարում է Ֆրանսիային թշնամի։ Այսինքն բոլոր երկրները, որոնք այսպես կամ այնպես կապված են Հայաստանի հետ, բարեկամական կապերով, ինքը ուղղակի այդ երկրների նկատմամբ որոշակի թշնամական գործողություններ է պլանավորում եւ իրականացնում։ Սա գիտեք ինչից է։ Որ ինքը դեռ դատված չի Ալիևը։ Դեռ իր վրա քրեական գործ չկա միջազգային դատարանում, ինչպես որ կա, ասենք, Նետանյահուի վրա, Պուտինի վրա։ Այդ դա է վիճակը։ Բայց ես կարծում եմ խնդիրը շփկվող է։ Ուղղակի մենք պետություն պետք է ունենանք, պետություն։ Այ, որ պետություն ունենանք, այնքան հեշտ է լինելու այդ հարցերը լուծել։ Որտեղ տեսեք ինչքան պոտենցիալ բարեկամներ ունենք։ Այդ ոնց որ մարդ լավ մեքենան բան ունենա, կողքի իր ավտոտնակում դրած լինի, բայց ասենք ոտքով գնա, այ ինչ որ միտեղ գա, հերու, ծանր, միշտ մեքենան կանգնած է։ Բայց ասենք ինքը խելք չունի, էլի, խելք, որ կարելի է բացել, օգտագործել եւ կյանքդ կհեշտանա, մի խոսքով։ Այս նույն վիճակի մեջ ենք։ Ադրբեջանը սկսել է գազի արտահանումը Գերմանիա եւ Ավստրիա։ Այո։ Գեցե սոկար։ Գիտեք ինչի՞։ Որտեղ նույնց եմ ասում։ Հայաստանը չունի կառավարություն, Հայաստանը չունի արտաքին դիվանագիտություն եւ ընդհանրապես Հայաստանը ոչ մի բան չի անում։ Որ Ադրբեջանը ոչ միայն չկարողանա գազ վաճառել, սնանկանա ուղղակի քանդվի երկիրը։ Դրա փոխարեն ոչ մի չի խանգարում օգնում է Ադրբեջանից ռուսական վառելիք առնելով, Ադրբեջանին թողելով միջնորդավճար, որ Ադրբեջանն ավելի լավ զինվի։ Սա հայկական դիվանագիտությունն է, քաղաքականությունն է, մեծ հաշվով։ Ես դամա չեմ բանանում, մեղադրում Գերմանիային, Ավստրիային։ Ոչ մեկ իրենց ականջին չի ասում, որ մի արա, որովհետև դու օգնում ես ցեղասպանին, ռազմական հանցագործին, որ նա զսպվի եւ զգաստանա, չանի։ Թե չէ ոչ Ավստրիան, ոչ Գերմանիան հաստատ իմ դարձությամբ չի ապրում, մանավանդ որ ոչ մի նախազգուշացնող խոսակցություն, բան, վտանգ չկա այդ մասին։ Այ կմեղադրեի, երբ որ ասենք հենց հիմա քրեական գործեր քննվեր, մամուլում տեղեկությունները, որ սա ռազմական հանցագործ է, ինչպես Պուտինը, այ դա եթե ժամանակ իրենք այդ քայլին գնային, ես կասեի դուք տեղյակ եք, եւ դուք աջակցում եք ցեղասպանին, բայց հիմա ես իրան ոչ մի չեմ կարող ասել, մեծ հաշվով։ Իսկ Թրամփը որոշեց չհարձակվի Իրանի վրա եւ ինքը սա մեկնաբանում է, որ հենց ինքն է որոշել առանց կողմնակի ազդեցությունների, ինքն է որոշել։ Այո, ոչ մի կողմնակի ազդեցություն չի եղել, ոչ մեկ իրականին չի ասել մի կրակի քո ոտերին։ Այս կրակոցը կարող է շատ թանկ նստի ոչ միայն քո համար, այլ ամենակարևորը շատ թանկ գինա վճարելու դրա համար Իսրայելը, եթե նույնիսկ դու խփես, դու մտնես պատերազմի մեջ, դու Ամերիկայում կկորցնես իշխանությունը տեղում, քեզ ժողովուրդը չի ների երկրորդ անգամ, եւ ամենակարևորը այդքան հրթիռ որ կթափվի Թել Ավիվի վրա, ես վստահ եմ, ոչ մի հակաօդային պաշտպանություն, ինչպես հունիսին ցույց տվեց, ունակ չի դա կանխելու։ Եվ ինքնից որոշում է, որ Ուսա The Telegraph-ը բրիտանական միանգամից գրում է, ասում է ինչպես Իրանի միջուկային չէ, ռազմական հզորությունը ստիպեց Թրամփին 2 անգամ մտածել։ Հարցակվի այդ հանցագործությունը իրականացնի, ոչ։
այ Թրամփը հասկացավ իրանց երևի իր իշխանությունը ավելի կարևոր է մի քիչ կսպասի Նետանյահուն մի քանի օր այսօր էլի զանգել է երբ ենք հարձակվում երևի մի քիչ էլ կխաբի Նետանյահուն բայց ինչքան կարող են ասած ձգել չգիտեմ բայց որ պահի կրակոց եղավ այն ժամանակ դա հանդիսանալու է եւ Թրամփի վերջը Ամերիկայի հեսանալն եւ Իսրայել մեծ հաշվով Դանիայում են մարդիկ փողոց դուրս եկել այսպիսի լոզունգներով Թրամփի դեմ որ դու Թրամփ դու քո լիազորություններից դուրս ես գալիս դու նստած ես աղքատ մարդկանց ուսերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու հիշեցնում եմ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների միակ բանը որ դու կարողացել ես անել այս ամբողջ ընթացքում ազատել հարկերից մեծ հարկերից այն միլիարդ հատերերին եւ զրկել հասարակ ժողովրդից սոցիալական ապահովությունից բժշկության տեսակետով սոցփաթեթի տեսակետով մասով եւ դու մեկն ես որի ամբողջ սանությունով նստած է հասարակ ժողովրդի ուսերին ու մենք հաստատ չենք ծնկելու քո առաջին սա Եվրոպայի պատասխանը Թրամփի The Independent-ն է գրում, որ վերլուծել են խոսքերը ոգեբանները եզրակացությունում մեկն է, որ մարդը լուրջ հիվանդ է ինքը հավատում է իր խոսքերից եզրակացել է, որ ինքը հավատում է իր բացառիկության վրա, որ ինքը աստվածային երևույթ է, իր շնորհը տված եւ իրավունքները տված նույնքան աստվածային, որ ինչ ուզենա կարող է անի։ Եվ հիշեցնեմ ձեզ, որ ինքը նույնիսկ հայտարարեց այս վերջերս, որ ինքը թքած ունի միջազգային նորմերի վրա։ Միակ նորմը, որ իր համար կա, դա իր բարոյական նորմերն են։ Ասել է, թե ինքը նորմեր չունի։ Եվ ինքը այդ կարծիքին է, որովհետև ինքը իրան կարծում է կիսաաստված։ Մոտավորապես նույն Նիկոլ վիճակն է։ Նույն Նիկոլ վիճակն է։ Ուղղակի բանը ամերիկան կաթողիկոս չունի։ Մի հատ կաթողիկոս չունի, որ տեսնեինք կաթողիկոսին լսում է, թե չի լսում, ուզում է հանի, թե չի անում։ Ամերիկայում այդ ինստիտուտը չկա, Ամերիկայում կան հարյուրավոր, եթե ոչ հազարավոր եկեղեցիներ, տարբեր կրոնական ուղղություններ եւ ամեն մեկը ունի իր հոգեվոր առաջնորդը։ Թե չէ կարող է տեղել տեսնեինք Թրամփին, որ ինքը որոշեր ով իրավունք ունի, ով չունի աղոթելու կամ չգիտեմ, քարոզանելու։ Ինչպես Փաշինյան Նիկոլն անում Հայաստանում։ Samsung said. So in the United States, a police officer can shoot someone in the face sitting in a car. But in Iran, when these riots... Ու մի անգամից ստանում է պատասխանը ամերիկացին։ Փաստորեն ասում է, դուք են երկիրն եք, որտեղ դուք իրավունք եք տալիս ձեր ոստիկանին դեմքից այս դիմաց կրակել կնոջ, որը հանցագործ չի, որը չի հետապնդվում, որի նկատմամբ հետախուզություն չկա մի խոսքով։ Ոչ իմանց չկա։ Ես եմ ասում, այն ինչ որ կատարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, թվում է թե դա ներքին քաղաքականությունն է, ոչ։ Դա միջազգային ասպարեզում զրկում է նրան արբիտրի, միջնորդի իրավունքից խոսելու։ Որովհետև դա հանցագործությունը մենակ կրակելը չէ, հանցագործությունը դրանից հետո Ջեյդի Վենսի հայտարարությունները նրա մասին, որ փաստորեն նրանք այդ իրավունք ունեն, նրանք պետության ներկայացուցիչներն են, եւ նրանք ծառայում են պետությանը, եւ նրանք փաստորեն դա իրավունք ունեն։ Ու սա հենց հիմա իրանցի պաշտոնյային իրավունք է տալի, ասեմ մի բան։ Դուք են երկին եք, որ նման բան է իրան թույլ տալի։ Դուք դրանից հետո ոնց կարող եք խոսալ Իրանի մասին կամ դատապարտել Իրանի կառավարությանը, որոնք ասենք ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ, որոնք վառում են մեքենաներ, կրակում են ոստիկանների վրա եւ այլն եւ այլն։ Սա նրա մասին չի, որ դա իրանցի դրա իրավունք ունի։ Կնեք իրանցին չէ, Իրանի կառավարությունը դրա իրավունք ունի։ Ոչ, սա նրա մասին է,
որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավունք չունի դրա մասին խոսելու, որովհետև ինքը շատ ավելի վատ բան է անում։ Այդ կինը, որ մեքենայի մեջ էր, նա ոչ ցույց էր անում, ոչ մեքենա էր վառում, որի սպանեցին, ոչ ապստամբել էր, ուղղակի կին էր, որի վրա հարձակվել են, որը վախից մեքենան քշեց փախի։ Որի իրավունքը նա ուներ։ Իրավունքը նա ուներ դրա։ Որտեղ ամերիկյան իրավունքով սահմանված է, եթե դու վտանգ ես զգում քո նկատմամբ, դու իրավունք ունես փախնելու, քո կյանքը փրկելու։ Իսկ որը մենք տեսանք։ Բարձր, այսպես է լինում միջազգային քաղաքականություն, երբ որ դու գործի նման քեզ թվում է, դու չես դրսում չեն տենում, դու ինչ ես անում, եւ ամեն ինչ կարող ես քո ներսում անել, մեկ էլ հոп դնում են դեմը։ Նույնիսկ կգնում, սա նրա մասին չի, որ այն ինչ որ կատարվում է Իրանում, դա լավ է, ճիշտ է։ Սա նրա մասին է, որ լավ է, ճիշտ է, դու չես ասում, այլ նա դու նայ դու ինչ ես անում քո։ Ռաբի դատախազը էլի մարդկանց ապուշի տեղ է դնում։ Ասում է, գիտեք, այնքան մեծ են այդ ցուցակները, այդ մանկապարտության, այդ պետաֆիլիայի հետ կապված։ Իրանց ամբողջ աշխատողները աշխատում են դրա աշխատակազմը, դեռ աշխատում է դրա վրա, ու եւս մի քիչ կուշանա։ Ամբողջական հրապարակումները մի քիչ էլ կուշանա։ Այդ մի քիչը գիտեք արդեն քան մի տարի է Թրամփը ուղիղ մեկ տարի է նախագահ։ Մի քիչ էլ կուշանա։ Չնայած բոլորը գիտեն ովքեր են դա արդեն համարը, բայց ամբողջական ցուցակը տրամադրելու համար հələ դեռ սրանք խմբագրում են։ Դեսա մի տարի կձգձգեն, միջև այս միջանկյալ ընտրությունները կլինի, ես վստահ եմ, որ Թրամփը ոչինչ չի ստանալու ու իր նկատմամբ կիրառվելու է impeachment։ Դրանից հետո նոր նախագահ կամ նոր փոխարինող կգա, կհրապարակի թե չէ, դա էլ ժամանակը ցույց կտա։ Բայց եթե չհրապարակի, հելի նույն ճակատագրին է արժանանալու։ Սա Թրամփի հանցագործ լինելու, նրա անպատիժ լինելու, նրա սեփական անձի մասին գերադրական կարծիք ունենալու, որ նա վերջն է, օրենքը ինքն է, իր բարոյական սահմանները, որը գոյություն չունի, պետաֆիլի բարոյական սահմանները որն է։ Մի խոսքով, սա է, որը այնքան է իջել, որ նույնիսկ Իրանին իրավունք չունի ասելու, որ դու դեմոկրատական երկիր չես եւ քո ցուցարարներին ջարդում սպանում ես։ Այդքան։ Լսենք մեր ընկերոջ։ Էսին այլ է։ Երևի առևտուրով են զբաղված, էլի փողն է կարևորը, այդքան մի բան։ Այդ մարդկանց գոյություն չունի հայրենիք։ Միայն գումար, վերջ։ Բիզնես են անում, հաշվի չեն առնում, որ չի կարելի թշնամու հետ բիզնես անել, այդքան մի բան։ Դա ուզում եմ այս մասով, այս մեր ընկերոջը լսենք։ Ես չեմ ճանաչում ինքը ով է, բայց նույնիսկ ասում չեմ ճանաչում ընկերոջը, բայց ուզում եմ ներկայացնել նախ ճանաչեք եւ լսենք կարծիք։ Առավոտից գիշեր խաղաղություն ասողներ։ Ադրբեջանի հետ բիզնես անողներ։ Ցորեն, բենզին, շուտով ոնց հասկանում եմ, հեղուկ գազ բերողներ։ Ինչ կարաք բացատրեք, այս ինչ նկար է։ Սա մի նկար է, որի մեջ դուք չեք գտնի խաղաղություն։ Ասեմ ավելին, այս նկարի մեջ չեք գտնի Հայաստանի Հանրապետությունը։ Մեծ Թուրանի գաղափարն է, որը որ թույլ է տալի տարածվի Ադրբեջանի խաղաղասեր ղեկավարը, պետական ալիքներով, Facebook-ով, Telegram-յան ալիքներով։ Շատ ուժեղ խաղաղություն ենք հաստատում։ Խաղաղություն ենք հաստատելու մի երկրի հետ, որ երկրի ղեկավարը Հայաստանից մահարևմտյան Ադրբեջան։ Շատ ուժեղ խաղաղություն ենք անելու։ Իմ համար գիտեք ինչ մի հատ sense պատկեր է ստեղծվել։ Ոնց որ մեկը զենքը դնի իմ գլխին, ասի կամ խաղաղ ենք ապրելու, կամ ես քեզ գնդակարել եմ, ասել եմ, արալ ինչ խաղաղ մարդ է, շատ լավ խաղաղ մարդ։ Ընկերներ, ժողովուրդ։ Մենք խաղաղություն մենակ կունենանք մի ձև, որ ունենք ուժեղ Հայաստան, ուժեղ ղեկավարներ, ուժեղ իշխանություն։ Իսկ այս բանը թույլ են, թույլ չեն մենակ, հարգելիս։ Ասում է, պաշտպանողական բանակը զենքի կարիք չունի։ Եթե դու խաղաղություն ես ուզում, զինվելու կարիք չկա։ Հասկացա, գիտեք ինչի, իրար տենց են դասիրակել, ինքը տենց է մեծացել։ Իր համար խաղաղությունը փախնելն է եղել։ Ոչ թե պաշտպանվելը, ոչ թե հակադարձ հարված տալը, եթե պետք է,
այլ փախնելը։ Ու այդ հոգեբանությամբ նա այսօր երկրի թիվ 1 պատասխանատուն է։ Սոսկալի է դա։ Իսկ էլ թույլ է։ Դրա համար էլ այս պատկերն ենք ունում։ Դրա համար ինչ ուզում, աշխարհի որ ծայրից ով ինչ ուզում խոսում է մեր պետության ու մեր մասին։ Լավ մտածեք, շատ քիչ ժամանակ է մնացել։ Խաղաղասեր ժողովուրդ։ Ես էլ եմ ուզում խաղաղություն, շատ եմ ուզում։ Բայց անկած չոկած խաղաղություն երբեք չեմ ուզում։ Ու վստահ եմ ոչ մեկ չի ուզում։ Անկած չոքացին խաղաղություն չեն տալիս։ Լսեք, անկած չոքացին մի բան անում թուրքը միշտ։ Նա խաղաղություն չեն տալի։ Նրանք խաղաղություն են տալի, գիտեք, չեն տալի։ Խաղաղ են ապրում, գիտեք այն ժամ, երբ որ վստահ են, եթե խաղաղ չապրեն, ականջները կկատեզվի տեղում։ Իրենք գայլ են։ Իրանց բնությունով իրենք ասում, իրենք գայլ են։ Գայլը ինչ բան անել, ասես մեծահոգություն խաղ ապրել։ Ինքը եթե սոված է, պետք է իր զոհին ուտի։ Վերջ։ Եթե զոհը թույլ է, ինքը ուտող է զոհին։ Ինչի մասն է խոսքը։ Առավոտից Ես սա եմ ուզում կարդում ձեր համար այս պատմությունը։ Այսօր Էջմիածնից տաքսի պատվիրեցի, որ գնամ Եռաբլուր, գրում մեկը։ Վարորդը 30-ի մոտ տղա էր, ասեց խնդրում եմ չեղարկեք պատվերը, եթե Պանթեոն գնացող ծնողից էլ պիտի գումար վերցնեմ, էլ ապրում եմ։ Ինչ ան։ Ասելա տեղում չեղարկի, որ փող չհաշվեն քողը։ Ես մնացի զարմացած, գումարի չափը քիչ չէր, 4100 դրամ, բայց չվերցրեց գումարը։ Եռաբլուրից տուն հետ գնալուց նորից պատվիրեցի, եկավ մի պապիկ, հարցրեց տուն, գումարը չվերցրեց, ասեց քո վալեքն ու մնացած տղեկը ամեն ինչի համար թանկ գին են վճարել։ Մի դեպք չէ։ Հուսանք հայի տեսակը դեռ կա, կպահպանվի, Աստված օրհնի ձեր ընտանիքները։ Սա հատուկ նրանց համար, ովքեր կորցրել են հայ մարդու նկատմամբ հավատն ու հարգանքը։ Սա նրանց համար է, որ ովքեր թուլություն են ունեցել կարծելու, որ ճիշտը Նիկոլ տեսակն է ու բոլորն են Նիկոլ։ Սա նրանց համար, ովքեր ուժ չունեն այլևս իրենց մեջ հայ մնալու, հայ տեսակին հավատալի մնալու համար։ Այս մարդիկ չգիտեին, որ իրենց մասին պետք է խոսվի։ Այս մարդիկ չգիտեն, որ իրենց մասին գուցե իմանան արածի մասին։ Այս մարդիկ արել են այն, ինչ որ պետք էր անել ցանկացած մեծատառով հայ մարդ, որտեղ ես միշտ ասել եմ, հայն ու բարոյականությունը դրանք հոմանիշներ են, հոմանիշներ, և չի կարա լինի հայ առանց իր բարոյական սանդղակի, առանց իր արժեքային համակարգի, առանց այդ ամեն ինչի մեջ հաշտ ու համերաշխապտելու։ Ես դրա համար եմ սիրում իմ ազգը։ Ես գիտեմ, որ իրանք կան։ Ես գիտեմ, որ այդ տեսակը կա չի մեռել ուր գնաց։ Ես տեսել եմ այդ ամեն ինչ, ես զգացել եմ, շոշափել եմ, գրկել եմ։ Չէ, ես իմ ազգին շատ լավ եմ ճանաչում, ես չեմ ապրել ամբողջ կյանքս Ամերիկայի մեծամա։ Սա պարտականությունն է մեր չհանձնվելու, մեր ավելի պարտադրող լինելու մեր տեսակի համար։ Պարտադրող։ Որովհետև թշնամին հասկանում է մենակ պարտադրանքի լեզու։ Թշնամին նաև նրանք են, ովքեր մտածում են, որ մեր թիկունքում կարող են դավեր նյութել մեր դեմ, մեր ազգի դեմ, մեր ազգային նկարագրի դեմ, մեզ վաճառել իրենց կամֆորտի համար։ Այդ գրզո տեսակն է, այդ Նիկոլ տեսակն է, այդ Ստյոպիկ Սաֆարյան տեսակն է, այդ տեսակը, դրանք են թշնամի։ Ու մենք պետք է պարտադրող լինենք դրանց նկատմամբ։ Այս տեսակը
այս հայը ինքը պետք է չհամաչի, որ ինքը այս հայն է, որովհետև Հայաստանում երբեք ոչ մեկ չի ամաչել իր ճշմարտախոսության համար, ոչ մեկ չի ամաչել իր սկզբունքայնության համար, որովհետև Հայաստանում միշտ եղել է կոնսենսուս ազգային արժեքների շուրջ, չգրված օրենքների շուրջ, բարոյական օրենքների շուրջ, մարդիկ ապրել են թաղերով, համայնքներով, դա նորմալ է եղել մեր կեցության համար։ Այսօրվա տականքն է եկել, որ ասում է ես կամուրջ եմ, հայ մարդու մեկ էլ չգիտեմ, աղոթքի մեջ, սատանա կամուրջ, վարչապետի ինստիտուտի և եկել կտակարանի ինստիտուտի մեջ, սրանք սա ֆեյք, ժամանակավոր, օտարածին երևույթներ են, որ պետք է ասենց այլ մատախիլ անելու շապրտել են կրակի մեջ, են հիշում եք Ալիևը ոնց էր նկարագրում արցախցիները, ասում են առնետների նման պետք է փորել, հանել գետի տակից ու վերացնել, այդ տեսակի Հայաստանում դες պետք է արել, դամանասում մեր տեսակա պետք է դառնա ինքն իրեն պարտադրող և կտեսնեք ոնց ամեն ինչ փոխվում, շատ արագ, իսկ հենց իրանք զգում են, որ իրանք վրա պարտադրանք չկա, լկտի անում են, չկա ավելի կեղտոտ զգացում, քան անպատժելիության զգացում, որով սրանք արդեն 8 տարի է կապել։ Այդպես որ ես ուզում եմ այն ծնողները, ովքեր այցելում են Եռաբլուր, վստահ լինեն, որ ինձանից սկսած, այս տաքսի փշողներից սկսած, բոլոր իրականում հայ մարդիկ իրենք պարտավորված են զգում իրենց նկատմամբ, պարտքի զգացում ունեն, պարտքի զգացում, և այդ ցավը մենակ ձերը չի, մեր բոլորինն է, և վերջում թույլ եմ տալի տիկին ավարտի հաղորդումը, բոլորիս անունից։ Մի քանի անեց կասեն Հայաստան մայրիկը, Հևանիկի մայրիկը, խնդրել է, որ իրա անունից, իրա բարբարով ասեմ, Նիկոլ, դիակը չները քաշտան, մխկտաս, մալամի շեղնից, ստենցել ասելա, մալամի շեղնից, են 5000 ծնողների ծավը պրկիտ նստի, որ են երեխեքին տարել ես ընդենեցել, դու ես ես պատերազմը հրահարել տական, ես հո գիտեմ, ես արցախցի եմ, իմ տղանջին որական է եղել, ես քո արարմունքները բոլորը գիտեմ շարունակում եմ, այ ոչ լոչ շներ, հայ ժողովուրդ ուշքի եկեք, նարկոզի տակից դուրս է։ Ամեն, ամեն, ունավստահ պետք է լինի, որ տասնյակ հազարավոր մարդիկ այս ամեն ինչը մտներում, ապրում են, աշխատում են, քնում են, արթնանում են, ամեն իրան լսելուց, իրան նմանների լսելուց, տեսնելուց, այս ամեն ինչը թալմանումը, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացել, օրը գալու է բարիներ հետը, և ամեն ինչ իր տեղը տեղին կանգնելու է շարվի այս պորկեքի վրա, այս դարակների մեջ, ես ինչի եմ վստահ դրա վրա, որովհետև եթե այս աշխարհի կառուցվածքի մեջ մի բան իր դարակում չի, դեռ քաոս ա տիրում, իսկ աշխարհում քաոս չկա, կան ժամանակավոր տեղատվություններ, մակընթացություններ, բայց ընդհանուր պատկերը միշտ հարմոնիայի մեջ է, միշտ գալիս է բալանսի, ես վստահ եմ, այս հարցում էլ է գալու բալանսի, այս երկու տաքսիստների օրինակը ընտիր օրինակ է, սա շատ բան ասում, այսօրվա մայրասքան, լավ մից։